անընդհատ առանց կանգառի, այսպես զանգում էին ու հիմնականում Ռուսաստանից էր համարը, սրանք տարբեր համարներ են ու Ֆրանսիայից զանգ եկավ երկու համարից։ Մեր զրուցակիցը պատմում է 5 րոպեում թե նույն թե տարբեր հեռախոսահամարներից ընդհանուր 30 զանգ է ստացել։ Ես ստիպված եղա անջատել հեռախոսը ամբողջովին, որովհետև անգամ չէի կարողանում այս վերևի հարթակ միջացնեմ, որպեսզի գցեմ ավիառեժիմ, այսպես ասած, ու այնպես ստացվեց, որ կարողացա այդ զանգերի միջակայքում անջատել հեռախոսը։ Հեռախոսը միացնելուց հետո էլ նամակ է եկել, որ եւս երկու հեռախոսահամարից փորձել են իրեն զանգահարել։ Մարդիկ սկսել են նորից տարբեր երկրների հեռախոսահամարներից, օրինակ Ինդոնեզիայից, Եգիպտոսից, Լիտվայից, Բելգիայից զանգեր ստանալ։ Մեդիափորձագետ Արթուր Պապյանը նշում է, սովորաբար երբ մարդը այդ զանգերին պատասխանում է, զանգահարողը չի խոսում։ Մի քանի վայրկյան անց կամ զանգն անջատվում է, կամ լսվում է աղմուկ, այնուհետև կապը խզվում է։ Մարդիկ մտահոգվում են, թե արդյոք դրա հետևանքով կարող է իրենց հեռախոսից ինչ-որ մի վատ բան կատարվել։ Ուզում եմ տեղեկացնել, որ իրականում սովորական այդպիսի անալոգային զանգերով հեռախոս չեն կոտրում, այդպիսի դեպքեր մենք չգիտենք, ճիշտ է հիպոթետիկ ինչ-որ հնարավորություն գուցե կա, բայց այդպես չի լինում։ Մեդիափորձագետը բացատրում է, կիբերհանցագործները փորձում են ավտոմատացված գործիքներով հերթականությամբ բոլոր հնարավոր հեռախոսահամարներին զանգահարել եւ հավաքել տվյալների բազա։ Թե որ համարներն են զբաղված, որոնք են ազատ եւ որ համարներին են մարդիկ պատասխանում, որովհետեւ դա թույլ է տալիս հասկանալ ում վրա պետք է գրոհել, ում վրա ոչ։ Եվ քանի որ այդ տվյալները որոշակի փող արժեն, եւ իրենցից շատ մեծ ծախս չի ենթադրում, այսինքն սկրիպտով հերթով զանգում են, օգտագործում են տարբեր VoIP սերվիսներ, որոնք անսահմանափակ քանակով վերցնում են, եւ հետո արդեն վաճառում են իրենց հաճախորդներին, այսպես կոչված վալիդացված, ճշտված ցուցակ։ Հեռախոսահամարը կարող է վաճառվել այլ խարտախմբերի, ներդրումային կեղծ առաջարկների, կեղծ բանկային զգուշացումների, ձեր հարազատը վթարի է ենթարկվել սցենարի, կեղծ առաքումների կամ մրցանակների մասին հաղորդագրությունների համար։ Հեռախոսահամարը նաև կարող է համադրվել այլ արտահոսած տվյալների հետ եւ օգտագործվել օրինակ գաղտնաբառերի վերականգնման փորձերի, երկփուլային նույնականացման շրջանցման, WhatsApp, Telegram հաշվի վերահսկողության փորձերի համար։ Իսկ ձայնը կլոնավորել միայն մեկ ալո բառից ըստ մեդիափորձագետի հնարավոր չէ։ Փորձեր են կարել, անձամբ ես եմ նույնիսկ կարել, եւ Python-ով ձայն կլոնավորող համակարգով եւ 11 Labs-ով եւ իմ փորձը գոնե ցույց է տալիս, որ ընդամենը այդ մեկ ալոյով կամ նույնիսկ երկու ալոյով ոչ մի հնարավորություն բոլոր մոդելները հրաժարվում են, որովհետեւ դա ինչ որ չափից դուրս քիչ տվյալ է, ինչ որ ճշմարտանման ձայն կեղծելու համար։ Այս զանգերը տարածված են ամբողջ աշխարհում։ Նման զանգեր ստանալու դեպքում խորհուրդ է տրվում պարզապես անջատել կամ պատասխանել, բայց լռել։ Այդպես հեռախոսահամարը կարող է նշվել որպես ոչ ակտիվ կամ ռոբոտ եւ հեռացվել ցուցակից։ Վերջին օրերին դեպքեր են եղել նաև, երբ արտասահմանյան հեռախոսահամարից զանգահարողը խոսել է ռուսերենով, ներկայացել կապի օպերատոր, առաջարկել 5G թարմացում, պահանջելով իրենց ուղարկած ֆայլը ներբեռնել։ Գործողությունն իրականացնելու դեպքում մարդը կարող է կորցնել հեռախոսում առկա տվյալները, գումարը կամ իր անունով կարող են վարկ ձևակերպել։ Լիանա Խաչատուրյան, Հովհաննես Քյուրքչյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։